Փառք տանք Տիրոջը, սիրելի հավատացյալներ, եկանք, հասանք տարվա 2024 թվականի վերջին պատարագին, հույս ունենալով, որ Տիրոջ կամքով, Տիրոջ ողորմությամբ գալ տարին, նորից Տիրոջ տան մեջ, Աստծո տան մեջ այստեղ փառաբանենք Տիրոջը եւ օրհնվենք, լցվենք Աստծո սիրով։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնուին Սրբ Ամեն։ Այսօրվա ավետարանը կոչվում է 10 մնացների առակ, որտեղ Հիսուս ասաց. մի ազնվական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագավորությունը ստանալու եւ վերադառնալու համար, եւ նա կանչեց իր ծառաներին եւ նրանց 10 մնաց տվեց եւ ասաց. շահարկեցեք դրանք, մինչև որ ես գամ։ Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան։ Պատգամավորներ ուղարկեցին նրան ետևից եւ ասեցին. մենք չենք կամենում, որ դա թագավորի մեզ վրա։ Եվ ազնվականը վերադարձավ իր թագավորությունը ստացած եւ կանչեց այն ծառաներին, որոնց տվել էր դրամը, այս 10 մնացներ ամեն մեկին, որպեսզի իմանա, թե ով ինչ է շահել։ Եկավ առաջինը ու ասաց. Տեր, քո մեկ մնասը 10 մնաց եւս բերեց։ Եվ Տերը նրան ասաց. ազնիվ եւ բարի ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ գտնվեցիր, իշխանություն ունեցիր 10 քաղաքների վրա իշխելու։ Եվ եկավ երկրորդը եւ ասաց. քո մեկ մնասը 5 մնաս բերեց։ Եվ Տերը ասաց. դու էլ 5 քաղաքների վրա կիշխես։ Մյուսն էլ եկավ եւ ասաց. Տեր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ ծրարած պահում էի եւ վախենում էի քեզանից, որովհետեւ խիստ մարդ ես, վերցնում ես ինչ որ չես դրել եւ հնձում ես ինչ որ չես սերմանել։ Եվ Տերը նրան ասաց. հենց քո բերանով քեզ պիտի դատեմ։ Անհավատարիմ ծառա ես դու, գիտես, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ ուր որ չեմ սերմանել։ Ահա ինչու իմ դրամը լումայափոխներին անգամ չտվեցիր, որպեսզի ես գալով տոկոսներով միասին պահանջեի քեզանից այն։ Եվ սպասավորներին ասեց. վերցրեք դրանից մեկ մնասը եւ տվեք նրան, ով 10 մնաց ունի։ Եվ ծառաները արեցին նրան։ Տերը արդեն 10 մնաց ուներ, ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից որ չունի, պիտի վերցրվի այն եւ ինչ որ ունի տա մյուսին։ Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերեք այստեղ եւ նրանց պիտի սպաննեմ։ Եվ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղեմ ելնելու ճանապարհին։ Սիրելի հավատացյալներ, երկու առակ կա, որ իրար շատ նման են, Հիսուսը որ պատմեց 10 մնացների առակը եւ քանքարների առակը, պայմանական դնենք սրանք եւ պայմանական էլ չէ, կոչենք այն ինչ որ անհատապես ունենք ամեն մեկս, նյութապես, հոգեվոր, իմիջիալոց հոգեվոր մնացները կամ ինչ որ մենք ունենք, հոգևոր շնորհները շատ ավելի կարևոր են ըստ Սուրբ Գրքի, քան այն ինչ որ ունենք շոշափելի եւ տեսանելի մեր կյանքում, մեր կյանքի մեջ, շատ կարևոր չէ այս հոգևոր շնորհների համեմատ։ Եվ մնացները օրինակի համար կարող ենք համարել մեր հոգին։ Աստված մեզ տվել է հոգի։ Աստված տվել է մեզ հավատք։ Աստված տվել է փրկության ճանապարհ։ Սրանք բոլորը մնացներ են, սրանք պիտի մնան մեզ հետ մշտապես։ Եվ այս մնացները ոչ միայն ասեցի հոգևոր են, այլ նաև նյութական։ Մնաց է նաև օդը, որ դու շնչում ես,
մնաց է քո ընտանիքը, քո զավակները, քո տունը, քո մեքենան, քո գործը, քո աշխատանքը, անգամ այն կոշիկներն են մնաց, որը տրվել է քեզ քայլելու համար։ 10 մնացների առակի բարոյական կողմը այն է, որ Աստծուց մեր շնորհված շնորհները եւ բարիքները պիտի կարողանանք արդյունավորել եւ զարգացնել մեզ համար եւ ուրիշների համար։ Հիմա ինչ ունես դու։ Շատ բան ունես դու։ Ամեն մեկս ունենք ինչ որ բաներ։ Երևացող կամ չերևացող բաներ։ Հիմա Տերը տվել է քեզ եւ ինքը գնացել է այլ աշխարհ։ Հիմա Տերը Աստվածն է, Հիսուս Քրիստոս, տվեց մարդկանց ամեն ինչ, երևելի եւ աներևույթ, շոշափելի եւ անշոշափելի ամեն ինչ եւ գնաց հավիտենական կյանք գալու պայմանով, որպիսի այսպես ինչպես այս ծառաներին հերթով կանչեց, արի, քեզ սա է տվել, ինչ արեցիր։ Մյուսին արի, քեզ սա է տվել, ինչ արեցիր։ Զարգացրեցիր, փչացրեցիր, արդյունավորեցիր, չարդյունավորեցիր։ Բոլորիս Աստված կանչելու է պատասխանատվության։ Եվ այս մասին մենք նաև տեսնում ենք, որ առակի մեջ, տնտեսի առակի մեջ։ Այստեղ տնտեսի առակը գալիս է եւ լուծելու այս առակի, այս երկու առակների իմաստը բացելու մեր առջև։ Ուրեմն Հին ուխտի ժողովուրդը չճանաչեցին ու չընդունեցին Հիսուսին։ Եվ այս պատճառով նրանցից վերցրվեց ամեն ինչ եւ տրվեց նոր ուխտի ազգերին, որոնք ունեին փրկության կարիք։ Հիմա հրյաներին Աստված եկավ որպես հրյա ծնվեց, քարոզեց, բժշկեց, ճշմարիտ ճանապարհը ցույց տվեց, հոգևոր շատ գանձեր տվեց, ընդունեցին թե ոչ, խաչը հանեցին, չընդունեցին Հիսուսին, այսինքն հին ուխտի ժողովրդի համար ջնջվեց այդ ամեն ինչը, որտեղ չընդունեցին Քրիստոսին եւ Աստված տվեց այլոց, մյուս ազգերին, ովքեր այսօր կամ այն ժամանակ կամ հետագայում օրինակ 301 թվականին ընդունեցին Աստծուն, պետականորեն ընդունեցին Աստծուն։ Եվ Աստված բոլոր մարդկանց տարբեր շնորհներ ու տաղանդներ է տվել։ Ուրեմն ինչ որ ունենք, Աստված է տվել մեզ։ Մեր ունեցածը ոչ մի բան է։ Ոչ մի բան չունենք, որտեղ տրված է մեզ։ Եթե մեկը մեզ մի բան է տալիս, մի օր գալու է ուզելու է, չէ՞ դա։ Մի բան տվեց կամ դու ուզեցիր տվեց քեզ, դա քոնը չի։ Դու օգտագործում ես դա, որովհետև մի օր գալու է ասելու իմ տվածը տուր ինձ։ Բա ինչ ունենք մենք։ Ինչ ունենք մենք։ Գիտեք ինչ ունենք։ Չզարմանաք։ Մերը գիտեք ինչն է, մեղքն է։ Մենք ունենք մեղք, մեղքեր։ Սա է մերը։ Բա ինչ պիտի անենք այս մեղքերի նկատմամբ մտածենք հավության եւ թողության մաքրվելու։ Այս սա պիտի օտարենք մեզ, մենք հակառակն ենք։ Մենք ուզում ենք փող, մենք ուզում ենք հարստություն, մենք ուզում ենք սա, այն ինչ որ շատ այդքան պետք չի մեզ։ Մերը մեղքն է, որ Աստված ասում է, այդ ակոնը, որովհետև ձեռք ես բերել այդ մեղքը եւ այդ մեղքը ենթակա է մաքրման։ Աստված ուզում է, որ իր տրված պարգևները գործածենք լավ բանի համար։ Հիմա մենք շատ բան ունենք, մի ասեք չունենք։ Հայ ժողովրդին, երբ որ խոսացնում ես, ասում է չունեմ, ոչ մի բան չունեմ։ Հարցում ես ոնց ես, ասում է յոլա, ինչ յոլա։ Այս չունեմ, այն չունեմ, այն չունեմ, այն չունեմ, շատ բան ունենք, պարզապես ոնց ենք նայում մեր ունեցածին։ Շատ բան ունենք, բայց Աստված ասում է այս բաները, որ տվել եմ քեզ, լավ բանի համար օգտագործիր։ Հիմա դանակը լավ բան է, չէ՞, բայց նայած ոնց ենք օգտագործում այս դանակը։ Հաց ենք կընտրում, փայտ ենք սրում,
թե ինչ-որ մեկին խոցում ենք դանակով։ Հիմա նմանապես ամեն բան մենք ունենք, հոգևոր եւ ոչ հոգևոր։ Ինչպես ենք օգտագործում։ Եթե դու ունես Աստծո շնորհերը քարոզելու, Աստծո խոսքը տալ ուրիշին, բայց սա չես անում, դու վատնում ես Աստծո տվածը քեզ։ Եվ մի օր Աստված, ինչպես որ եկավ այս ծառաներին հերթով կանչեց եւ հաշվետվություն պահանջեց, այնպես եւս գալու է ասելու, քեզ տվել էի ողորմության շնոր, ողորմեցիր թե ոչ, քեզ տվել էի փող, մարդկանց օգտակար եղար թե ոչ, Աստծուն օգտակար եղար թե ոչ։ Ինչպես ենք վարվում Աստծո տված պարգևների հետ, ամփույթ, մենք Աստծո տված շնորհների նկատմամբ վարվում ենք ամփույթ։ Եթե խորությամբ նայենք այս հարցին, շատ քննադատվելու տեղիք ունենք։ Աստված, ես մտածում եմ, որ ամեն պատժի համար, եթե Աստված մեր հանցանքի համար մեզ պատժեր, մեկը չէր ունենա ձեռք, մեկը չէր ունենա ոտք, մեկը չէր ունենա գլուխ, մեկը չէր ունենա չգիտեմ ինչ, մեկը կյանքից կզրկվի, եթե Աստված ամեն մեղքի համար մեզ տեղում պատժեր, բայց Աստված ողորմած է, Աստված մարդու մազը չի ուզում գլխից ընկնի, Աստված միշտ աջակցում է, օգնում է, տալիս է անսպառ։ Աստված դեմ է ծուլությանը։ Հիմա երրորդ ծառան ինչ արեց, վերցրեց այս դրամը, փոխանակ անգամ բանկում դներ եւ տոկոսներ ստանար, կամ ինչ-որ միտեղ դներ, կամ ինչ-որ աշխատացներ սա, եւ հոգեվոր առումով նույնպես, շատ ավելի կարեւոր է։ Մենք շատ ծուլության մեջ ենք գտնվում անհատապես եւ ազգովի։ Մենք չենք սիրում աշխատել, մենք չենք սիրում աշխատել, մենք ավելի շատ պարապ ենք մնում եւ սկսում ենք բամբասել։ Մենք ոչ թե բարեգործ ենք, այլ շատ ավելի չարագործ ենք։ Նայենք ինքներս մեզ, սկսած ինձանից։ Մենք ավելի շատ մեղքեր ունենք, քան ինչ որ մտածում ենք այս մեղքերից ձերբազատվելու մասին։ Աստծուց տրված պարգևները լավ գործադրողները Տիրոջից կօրհնվեն։ Եթե ունենք ինչ-որ մի բան, չենք կիսում մենք սա, նորից եմ ասում, հոգևոր, ոչ հոգևոր, կապ չունի։ Եթե սա չենք օգտագործում, չենք կիսում մարդկանց հետ, հաղորդակից չենք դարձնում մարդկանց, բաժնեկից չենք դարձնում ուրիշների այլոց հետ, սա նշանակում է, որ Տիրոջ օրհնության սպասելիքը մեզանից շատ հեռու է։ Ինչ ես ուզում Տերը քեզ օրհնի, եթե իր տվածը դու չես օգտագործում, կամ եսասիրաբար ես օգտագործում միմիայն քեզ համար, քո անձի համար, քեզ համար, մարդ կա ապրում է միմիայն իր համար։ Միայնակ մարդը նման է գերեզմանի։ Մարդը, գիտեք երբ է մարդով։ Եթե մարդը մարդով մարդ չի, միայնակ մարդը գերեզմանակարի նման մարդ է, ոչ մեկին պետք չի։ Աստված մեկին քիչ, մյուսին շատ է տալիս։ Այդպես է թե չէ։ Այդպես է։ Մեկին շատ է տալիս, մյուսին քիչ։ Բայց Աստված է Տերը։ Տերը ինքն է որոշում ինչքան տա, հոգևոր եւ ոչ հոգևոր բարիքներ։ Ամենափոքր պարգևն էլ պիտի օգտագործենք իբարս Աստծո։ Բայց մեր կարծիքով է սա փոքր։ Հիմա եթե մեկը շատ փող ունի, ինքը շատ ունի, ինչ եք կարծում, ունի թե չունի, գուցե ունի, բայց այն ինչ որ տվեց, երկնքում դա մնում է։ Ուրեմն, մի օր մի հետախուզող մի երկրի գերեզմանում պտտվում էր
Տեսնում եմ մի թագավորի ծննդյան եւ մահվան թվերը ոնց որ սխալ են գրել, ինչ որ 6 տարի է ապրել, կարդում եմ, ինչ որ սխալ է, բան։ Գնում ես մարդկանց մոտ, ասում ես նոր թագավորի մոտ, ասում ես սխալվել եք, այնտեղ այդ թագավորի ծննդյան մահվան թվերը սխալ է գրել։ Է գումարում եք 6 տարի, ասում է չէ ինքն է ուզել։ Ասում ոնց ինքն է ուզել, ասում այո։ Ասում ինքը երբ որ մի լավ բան էր անում մարդկանց, չգիտեմ, փող էր բաժանում, լավություններ էր անում, չգիտեմ, լավ բան էր անում, մի հատ տետր ուներ, պլյուս ենք դնում։ Պլյուս էր դնում։ Այսպես է հաշվեցինք 6 տարի եղավ։ Հիմա մենք քանի տարի ենք ապրում, 100, 50, չգիտեմ ինչքան, եթե գումարենք մի երևի մի քանի ամիս կամ մի քանի օր կլինի։ Եթե մեր հոգևոր եւ նյութական պարգևները չօգտագործենք իբարս Աստծո, կկորցնենք ամեն ինչ։ Սա Աստծո խոսքն է։ Երեք այսօր եւ հավիտան Աստծո խոսքը փոխ է։ Մենք ուզում ենք Աստծո խոսքը փոխել, համապատասխանեցնել մեր կարիքներին։ Աստծո խոսքը չի փոխվում։ Երեկ էլ նույնն էր, այսօր էլ նույնն է, վաղն էլ նույնն է։ Մենք պիտի ոչ թե Աստծո խոսքը հարմարեցնենք մեր օգտի համար, այլ մենք հարմարվենք Աստծո խոսքին։ Լավ սովորենք Տեր Հիսուսի դասերը։ Աստծուց մեզ տրված պարգևները ճշմարիտ գործածելով կրկնապատկելու ենք մեր ունեցածը հոգով, մարմնով, նյութով եւ այլն։ Ինչքան գործածենք, այնքան շատանալու, ինչքան տվեցի նա մնաց ինձ։ Հիմա, եթե մեկը շատ փող ունի, այսօր շատ ենք խոսում այս մասին, չգիտեմ խի։ Եթե մեկը շատ դրամ ունի, ում է պետք դա։ Հիմա գասեք իրեն, իր զավակներին։ Փողը արժեք ունի ծախսողի համար։ Որ չի ծախսում իր փողը, իր դրամը, դան համահավասարա դնես հողի տակ եւ ծածկես։ Ըստ Աստծո տրամաբանությամբ եմ ասում, ճիշտ հասկանանք։ Էգոիստաբար, եթե վարվենք Աստծո պարգևի հետ, միայն մեզ համար, Աստված մեզանից հետ է վերցնելու ամեն ինչ։ Հիմա Աստված մեր ազգին շատ բաներ տվել, չէ՞, ասում ենք, ծովից ծով Հայաստան եւ այլն, արքայից արքա էր տվել, հաղթանակներ էր տվել, կարդանք մեր պատմությունը։ Բայց էգոիստաբար մոտենալով, ամեն հայ թագավոր է, ամեն հայ տեր հայր է, ամեն հայ չգիտեմ ինչ է։ Մեր ազգի այս էգոիզմը մեզ բերեց հասցրեց այսօրվան։ Ոչ թե քրիստոնեությունն է մեղավոր, որ այս ազգը ուծացվեց, փոքրացավ, տարածքային եւ այլն։ Մեր էգոիզմը մեր տունը քանդեց։ Դրա համար, եթե էգոիստաբար վերաբերվենք Աստծո տվածին, մենք կորցնելու ենք շատ բաներ։ Այսօր մարդիկ ասում են, քիչ կարող եմ անել Աստծո համար, արդարացնելով իրենց անգործությունը։ Աստծո համար անել նշանակում է ողորմած գտնվել եւ այն բոլոր շնորհները, որ Աստված տվել է քեզ։ Հիմա Աստծո աշկին արժեքավոր է այն մարդը, որը փորձում է իր խոսքով, իր գործով եւ այս երկուսը համապատասխանեցնելով օգտակար լինել մարդկանց։ Նորից եմ ասում, խոսքը միայն նյութականի մասին չէ։ Երբ որ մենք մի մարդուն խորհուրդ ենք տալիս, մի հատ լավ ճշմարիտ խորհուրդ տաս այդ մարդուն, շատ ավելի արժի, քան որևէ նյութական կարողություն, որովհետև այդ մարդուն դարձի ես բերում, ճշմարիտ ճանապարհի ես բերում, փրկություն ես բերում այս մարդուն։ Հիմա առաքյալներին տվեց ամեն բան, եւ առաքյալները լիովին օգտագործեցին իրենց նահատակությամբ նույնիսկ։ Ամբողջովին Աստծո քանքարները օգտագործին անսպառ եւ տարածեցին Հիսուսի փրկության կրոնը։ Այսինքն այդ մարդիկ օրինակ տվեցին, դու եւս առաքյալ ես, քո պրիզմայի մեջ, քո տարածքի մեջ, քո վիճակի մեջ, քո տան մեջ, քո գործի տեղում։ Դու եւս առաքյալ ես, դու ունես այդ պարգևները, ինչպես ես օգտագործում դա։ Աստծո խոսքին հավատարիմ մարդն է արժանանում երկնքի վարձին։
Տեսեք, մենք տարեմուտ ենք, չէ՞։ Մենք հիմա պատրաստվում ենք խանութներից ամեն ինչ կրել մեր տները, ինչ կա չկա, շարժվող, չշարժվող։ Մտածել ենք հոգևորի մասին, մտածում ենք, եւ այն կենթանակերպերի, չինական, չգիտեմ, հորոսկոպների հետևից ենք։ Մենք ասու պատկերն ունենք, ինչ կենթանու ենք ուզում նմանվենք։ Մարդը ուզում է կենթանուն նմանվի։ Ամոթ է սա։ Եվ հետևողներին է ամոթ։ Օծի տարի, ինչ օծի տարի, ասու տարի, ասուն նմանվենք։ Ինչքան ենք ուզում, Աստված մեզ իր պատկերով է ստեղծել։ Այս կենթանի են կենթանի, չկա նման բան, ժողովուրդ։ Նամանավանդ քրիստոնյաները, մի օր հաղորդման էի, շենքում ուրեմն մի սենյակ կար, որ սպասում էի իմ հերթին եւ հաղորդման էի, այդ տեսնում ա հոգևորական նստած։ Մոտեցավ, խոսում ենք բան եւ այլն, հերթացով այդ պահին այդ տիկինը տեսավ, ես էլ տեսա, որ ինչ-որ հորոսկոպ էր, այս կինը ուշադիր եկավ այդ հորոսկոպը։ Տեր հայր, ասում լսի, ինձ էլ ասում, ասում լսի, տես ինչ ասում։ Ամոթ է սա մեր ազգին։ Մենք հռչակենք Հիսուսի տարի, Աստծո տարի, ինձ համար հեղինակությունը Հիսուս։ Եկեք փորձենք նմանվել Հիսուսի, ոչ թե օծերին, կարիճներին, չգիտեմ ինչին։ Հերիք եղավ։ Աստված զզվում է բոլոր տեսակի գուշակություններից եւ այս հորոսկոպներից։ Դեն նետեք, խոր տվեք բոլորին։ Ուզում ես նորմալ կյանքով ապրես։ Սա է նորմալ կյանքը, Աստծո փրկությունը, Աստծո օրենքները։ Տիրոջ սերը, օրհնությունը բոլորիս հետ, ամեն։ Ուրեմն